Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, այսօր մենք կանդրադառնանք թիվ 1 թեմային, խոսքը վերաբերվում է հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տիրող լարվածությանը եւ մենք կապ ենք հաստատել Ստեփանակերտի հետ, հակառակ կողմում մեր Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն է, բարև Արտակ։ Ողջույն Դերեն։ Առաջի հարցը, որը կարծում եմ շատերին կհետաքրքրի, ինչ իրավիճակ է տիրում Արցախում, ինչպիսի տրամադրություններ են, ինչքան հետևում եմ ես լրատվամիջոցների, լրատվական հոսքերին, Լեռնային Արցախից եկող, իմ մոտ բավականին այսպես տպավորություն է, որ հանգիստ իրավիճակ է։ Ճիշտ են իմ տպավորությունները։ Այո, ես կասեի հանգիստ մարտական իրավիճակ է։ Այսինքն չկա խուճապ, չկա ինչ-որ յուրահատուկ անհանգստություն ժողովրդի մեջ, բայց նաև կա մարտական ոգի, բոլորը պատրաստ են մարտնչելու կարիքի դեպքում, բայց բոլորը հասկանում են, որ ցանկացած դեպքում խաղաղությունը այս պարագայում ավելի ցանկալի է, քան պատերազմը։ Բայց եթե պատերազմը միակ միջոցն է դառնում խաղաղությունը պահպանելու համար, ապա մենք կողմ ենք պատերազմին։ Արտակ, պատերազմը Արցախի, նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարծես ժողովրդի կենսակերպի մեջ է մտել, առօրյա ինչ-որ դրսևորում է։ Վերջին շրջանի լարվածությունը ինչ-որ փոփոխություն մտցրեց, թե մարդիկ դա անցալեցին որպես մի թեթև սրացում։ Կարծում եմ անցալել են որպես մի թեթև սրացում, սակայն առանձնահատկություններ կան Արցախում ի համեմատ, ասենք, Տավուշի գյուղերի, այսինքն սահմանամերձ գյուղերի, որովհետև դրանք գտնվում են հենց սահմանի վրա, կրակային հեռավորության վրա են գտնվում եւ գյուղերը, գյուղացիները, տները անմիջականորեն խոցվում են թշնամու գնդակից։ Մեր պարագայում Արցախում չկա նմանատիպ գյուղեր, որոնք կրակային հեռավորության վրա են գտնվում եւ այդ պատճառով առանձնահատկությունը, ասենք, բնակչության մեջ նմանատիպ խուճապային տրամադրություն չի առաջանում։ Երկրորդ առանձնահատկությունը այն է, որ արցախցիները սովոր են պատերազմական դրությանը, այսինքն մենք տեսել ենք պատերազմ անմիջականորեն, մենք ավելի ընտելացած ենք, հոգեբանորեն պատրաստ ենք։ Այո, հոգեբանորեն պատրաստ ենք եւ նաեւ մենք ընկալում ենք, որ մենք անմիջականորեն կոնֆլիկտային գոտում ենք գտնվում։ Եվ երրորդ առանձնահատկությունը կասեի, Արցախում բարեբախտաբար սոցիալական ցանցերը բավականին շատ ազդեցություն չունեն, ինչպես գոնե նշենք Երևանում, եւ այդ պատճառով ես կարող եմ սիրողական գնահատական տալ, որ Երևանում ամենամեծ խուճապն է, նույնիսկ ավելի քան Տավուշի մարզի գյուղերում, նույնիսկ ավելի քան Ղարաբաղում։ Եվ այստեղ իր հիմնական դերակատարումը ունեն սոցիալական ցանցերը եւ մեր մեդիան։ Դե սոցիալական ցանցերի միջոցով ինձ թվում է յուրաքանչյուր ապահ տեղեկատվություն նույնիսկ ադրբեջանցիների կողմից կազմակերպված իր ազդեցությունը թողնում է։ Արտակ, ես կուզեի անդրադառնալ կամավորական ջոկատների հավաքագրմանը, բավականին այսպես կրկին լրատվամիջոցներին հղում կատարելով ակտիվ հավաքագրում է գնում եւ մարդիկ կամավոր ներկայանում են եւ ցանկություն են հայտնում բարձրանալ դիրքեր եւ հայ զինվորների հետ միասին պաշտպանել սահմանը։ Ինչ նպատակ է հետապնդում։ Իմ մոտ տպավորությունն է, որ դա ավելի շատ հոգեբանական աջակցության ինչ որ ձև է։ Եվ ոչ միայն հոգեբանական, բայց առաջի հերթին ինչ որ հոգեբանական մասը ավելի մեծ է։ Շատ ճիշտ տպավորություն է ձեզ մոտ, քանի որ առաջին հերթին պետք է շեշտել, որ այդ հավաքագրումը կամավորների անմիջականորեն չի կազմակերպվում Պաշտպանության նախարարության կողմից, այլ հասարակական նախաձեռնություններ են եւ հիմնականում կարգավորվում է Ազատամարտիկների միության կողմից, սակայն հիմնական նպատակը բնականաբար առաջին հերթին հոգեբանական աջակցությունն է զինվորներին, այսինքն դիրքերում կանգնած մեր զինվորականությանը, երկրորդ հերթին այն, որ մեր հասարակությունը տեսնի, որ ընդհանրապես բոլորն էլ պատրաստ են գնալ դիրքում կանգնել, պաշտպանել հայրենիքի սահմանները, եւ երրորդ հերթին նաեւ ինչու՞ չէ արտաքին լսարանի համար, այդ թվում Ադրբեջանի լսարանի համար, որ մենք կարող ենք մոբիլիզացնել
մեր հասարակությունը այն հասարակությունը չէ, ինչ որ դուք քարոզում եք ձեր լրատվամիջոցներով եւ մեզ մոտ ընկճվածություն, հիասթափվածություն չկա։ Եվ բարեբախտաբար ես կարող եմ նշել, որ շատերն են ուղղակի կամավորագրվում, քանի որ սա ես չէի ասել հավաքագրում է, այլ մոբիլիզացիա է, այսինքն ի նկատի ունեմ ինքնահավաքագրում է գնում եւ ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի կարող է գնալ կամավորագրվել, միգուցե իր հերթնել գա ինքն է գնա սահման դիրքերում մի քանի օր կանգնի զինվորների կողքին։ Խոսեցինք ինֆորմացիոն հոսքերի ազդեցությունից բնակության տրամադրությունների վրա եւ անդրադարձանք նաեւ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվական այսպես հոսքերին, ինչ կառաջարկեիր, որպեսզի ավելի անվտանգ լիներ հայկական տարածքը, ինֆորմացիոն տարածքի մասին է խոսքը, որովհետեւ պատերազմական իրավիճակում ես իմ անձնական գնահատականն եմ տալիս, մեր տեղեկատվական դաշտը բավականին ոչ պրոֆեսիոնալ է իրեն պահում կամ շատերը իրենց ոչ պրոֆեսիոնալ են պահում տեղեկատվական դաշտում։ Օրինակ նշեցիք, որ Արցախում սոցիալական ցանցերը կամ ինտերնետը այդպիսի մեծ ազդեցություն չունի, բայց ազդեցություն ունի հեռուստատեսությունը, ինչքան գիտեմ Արցախում հնարավոր է որսալ ադրբեջանական հեռուստաընկերություններ։ Եվ դրանք ինչ ազդեցություն են ունենում եւ ընդհանրապես հայկական տիրույթում ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որպեսզի հնարավորինս տուրք չտանք ադրբեջանական քարոզչամեքենայի այսպես տարածած սադրանքներին։ Հետաքրքրական է հետևել քարոզչական պատերազմի ընթացքին, քանի որ մարտադաշտում երբեմն այլ գործողություններ են կատարվում, քարոզչական դաշտում այլ գործողություններ եւ երբեմն հատկապես հակառակորդը փորձում է փոխհատուցել մարտադաշտում իր վնասները, իր կորուստները քարոզչական դաշտում ինչ որ խայծեր կամ ինֆորմացիոն հավելումներ նաև իրենց ներքին սպառման համար բնակության մեջ բնականաբար նաև ներքին սպառման համար եւ հետաքրքրական է որ այս անգամ որոշ առանձնահատկություններ կային նախորդ դեպքերի վերաբերյալ օրինակ ադրբեջանական մամուլը երբևէ չի գրել ադրբեջանական խոշոր կորուստների մասին մինչև այս դեպքերը, այսինքն մինչև վերջին դիվերսիաները չի եղել այդպիսի դեպք։ Իսկ ներկայումս իրենք մարտավարությունը փոխել են հավանաբար ներքին լսարանի համար նաև, բայց նաև արտաքին լսարանի համար, որ հայկական կողմն է ագրեսիա ցուցաբերում, հայկական կողմն է դիվերսիոն կողմը, նրանք ցույց են տալիս, որ ահա այսքան տասնյակ կորուստներ ենք մենք ունեցել, սա յուրահատուկ էր հատկապես առաջին օրերին, հուլիսի վերջ, օգոստոսի սկզբին։ Հայերի նկատմամբ ատելության դոզան ավելի շատացնելու միտում է կարծես։ Իհարկե, դա էլ կա եւ նաեւ արտաքին լսարանին ուղղված էր, որ Հայաստանն է նախահարձակ կողմը լինում։ Այսինքն Հայաստանը եւ նաեւ Ղարաբաղ հայկական բանակն է նախահարձակ կողմը։ Մյուս առանձնահատկությունը, որը միշտ էլ եղել է, այսինքն մեր քարոզչական դաշտում ադրբեջանական մամուլը բավականին փակ մամուլ է, այսինքն ադրբեջանական լրատվական դաշտը բավականին փակ է եւ ուղիղ վերահսկողության տակ է գտնվում ադրբեջանական իշխանությունների կողմից։ Բնականաբար սա որոշակի առավելություններ է տալիս ադրբեջանական իշխանություններին, քանի որ նրանք կարողանում են վերահսկել ինֆորմացիոն հոսքը, նրանք կարողանում են համապատասխան կեղծ ինֆորմացիա սրսկել քարոզչական դաշտում ադրբեջանական մամուլի միջոցով, բայց իր բացասական կողմերն էլ ունի, քանի որ եթե պաշտոնական ինֆորմացիա չի լինում կամ պաշտոնական ինֆորմացիան արդեն բավականաչափ հեղինակազրկված է լինում հասարակության մոտ, փոխարենը աշխատում են բամբասանքները։ Իսկ փակ համակարգերում բամբասանքները, օրինակ Ադրբեջանում, բամբասանքները բավականին լուրջ տեղ ունեն։ Հենց դրա համար էլ խոճապային տրամադրություն է ստեղծվում։ Այո, դրա համար իրենց մոտ խոճապային տրամադրություն է։ Մեզ մոտ հակառակն է, մեզ մոտ կա բաց լրատվական դաշտ, մեզ մոտ կա բավականին թափանցիկ աշխատող պետական մարմիններ, իդեմս այս պարագայում պաշտպանության նախարարությունների, ԼՂ եւ ՀՀ, եւ մենք չենք թաքցնում ցանկացած կորուստ։
Այսինքն կորուստների քանակը մենք ոչ ուռճացնում ենք, ոչ էլ պակասեցնում ենք։ Եվ աստիճանաբար մեր պաշտոնական մարմինները, պետական մարմինները իրենց վստահության մակարդակը ձեռք են բերել եւ պաշտոնական ինֆորմացիային այլընտրանք հանդիսացող եւ պաշտոնական ինֆորմացիայի շեղում ունեցող ինֆորմացիան բավականին հեշտությամբ դուրս է նետվում քարոզչական դաշտից։ Այո, միանշանակ պետք է դա ընդգծել, որովհետև նույնիսկ սոցիալական ցանցերում, որտեղ անընդհատ այսպես կրակահերթի տակ է պահվում պաշտպանության նախարարության աշխատանքը, ես չնկատեցի, որ որևէ մեկը գրել, որ հայկական կողմի զոհերը ավելի շատ են, քան ներկայացնում են, այդպիսի ինֆորմացիա չեղավ, ինչը շատ հետաքրքրական էր։ Նախկինում կարելի էր նկատել նման տեղեկատվություն սոցիալական ցանցերում, բայց ներկայումս կարծես այդպիսի բան չեղավ հենց թափանցիկ աշխատելու պատճառով։ Շնորհակալություն Արտակ, ես մաղթում եմ ձեզ խաղաղություն, որը ինձ թվում է կպարտադրի հայկական բանակը։ Անպայման, ես համոզված եմ դրանում եւ համոզված եմ, որ մեր անվտանգության առաջնահերթ եւ միակ երաշխիքը մեր բանակի մարտունակությունն է։ Ինչում բոլորս համոզվեցինք նաև վերջին օրերին։ Միանշանակ, շնորհակալություն, հաջողություն ձեզ։